Բարև ձեզ, եթերում օրվա ամփոփումն է, ձեզ հետ է Արփինե Նավասարդյանը։ 18:00-ի դրությամբ առանձնացրել ենք հետևյալ լուրերը։ Երևանում ընթանում է Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթաժողովը, այն անցնում է «Կերտելով ապագան, միասնություն եւ կայունություն Եվրոպայում» կարգախոսի ներքո։ Երևանում են Ֆրանսիայի նախագահը, Մեծ Բրիտանիայի, Իտալիայի, Իսպանիայի, Բելգիայի, Չեխիայի, Նորվեգիայի, Լեհաստանի վարչապետերը, Եվրոպական միության ղեկավարները, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։ Առաջին անգամ այս ձևաչափով հավաքին որպես հյուր մասնակցում է Կանադայի վարչապետը։ Եվրամիության առանցքային երկրներից միայն Գերմանիայի կանցլերը չի ժամանել գագաթնաժողովին, պատճառաբանելով աշխատանքային ծանրաբեռնվածությամբ։ Չնայած հրավերին Հայաստան չի եկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, Երևանի հետ դիվանագիտական հարաբերություններ չունեցող Անկարան ըստ էության խախտելով գագաթնաժողովի ձևաչափը առանց պատճառաբանության հավաքին գործուղել է փոխնախագահ Ջեդեթ Յիլմազին։ 2008-ի նախագահ Յուլիա Այսից հետո Յիլմազը Թուրքիայի ամենաբարձրաստիճան պաշտոնյան է, որը Հայաստան է եկել։ Գագաթնաժողովին զուգահեռ մարզահամերգային համալիրի դիմաց բողոքի ակցիա էր ընթանում Բաքվում պահվող գերիներին ազատ արձակելու պահանջով։ Ակցիայի մասնակիցները նաև Եվրոպայի առաջնորդների ուշադրությունն են հրավիրել արցախցիների իրավունքների վրա։ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը այս ձևաչափը հիմնադրվել է Ֆրանսիայի նախագահի առաջարկով հենց ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո։ Այս ձևաչափով առաջին գագաթնաժողովը 2022 թվականի հոկտեմբերի 6-ին էր Պրահայում, որի ժամանակ էլ Նիկոլ Փաշինյանն Արցախը ճանաչեց Ադրբեջանի կազմում։ Նիկոլ Փաշինյանը հուսով է, որ 2028 թվականին կկարողանա այցելել Ադրբեջան Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու համար։ Այդ մասին նա ասել է այսօր Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի բացման խոսքում, ողջունելով տեսակապով միացած Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին եւ համառոտ ներկայացնելով երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Այժմ մենք ունենք խաղաղություն Ադրբեջանի հետ, արդեն 2 տարի է, որ ոչ մեկը չի տուժել Ադրբեջանի հետ փոխհրաձգության պատճառով։ Սրանք աննախադեպ տարիներ են մեր անկախացումից վեր։ Այժմ մենք սերտորեն աշխատում ենք Ադրբեջանի հետ, որ ամրապնդենք եւ ինստիտուցիոնալ դարձնենք մեր երկու երկրների միջև խաղաղությունը։ Սա առաջին անգամն է, որ Ադրբեջանի նախագահը մասնակցում է միջոցառման, որը տեղի է ունենում Հայաստանում, թեպետ հեռակակարգով, ասել է Փաշինյանը։ Նա հիշեցրել է Հայաստանն ու Ադրբեջանը փոխադարձաբար աջակցել են իրար գագաթնաժողովները հյուրընկալելու հարցում։ Նրա խոսքով եվրոպական գագաթնաժողովների ընթացքում իր համար շատ կարևոր իրադարձություններ են տեղի ունեցել, մասնավորապես իր առաջին երկկողմ հանդիպումը Թուրքիայի նախագահի հետ տեղի է ունեցել ԵՔՀ առաջին գագաթնաժողովի ընթացքում, հիմա էլ Թուրքիայի փոխնախագահն է առաջին անգամ Հայաստանում։ Մի շարք երկրների ղեկավարներ առաջին անգամ են Հայաստան այցելում այս գագաթնաժողովի շրջանակում, ինչը ըստ Փաշինյանի պատմական է։ Նա հավելել է, որ առհասարակ գագաթնաժողովի հյուրընկալումը պատմական իրադարձություն է մեր երկրի համար։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Երևանյան հարթակը օգտագործեց իր թեզերն առաջ տանելու, պատերազմական հանցագործություններն ու Արցախի բռնազավթումն արդարացնելու համար։ Ալիևն, ով Երևանյան այս գագաթնաժողովին տեսակապի միջոցով էր մասնակցում, պնդել է, թե իբր Եվրոպական խորհրդարանն ու Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը թիրախավորել են Ադրբեջանը, մինչդեռ Բաքուն Արցախում 2023 թվականին վերջ է դրել այսպես կոչված անջատողականությանը։ Ալիևը նշեց, որ ԵԽԽՎ-ի համար երկակի ստանդարտները դարձել են աշխատելաոճ, քանի որ տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար ԵԽԽՎ-ն մի քանի անգամ պատժամիջոցներ է կիրառել ադրբեջանական պատվիրակության նկատմամբ։ Ըստ Ալիևի, Եվրոպական խորհրդարանն էլ խաղաղության գործընթացին նպաստելու փոխարեն սաբոտաժի մասին է խոսում։ 2021 թվականի մայիսից մինչև 2026 թվականի ապրիլի 30-ը Եվրախորհրդարանն ընդունել է 14 բանաձև, որոնք վիրավորական կերպով սուտ տեղեկություններ են պարունակում Ադրբեջանի մասին, ասել է նա։ Ադրբեջանի նախագահը պնդել է, որ Եվրոպական խորհրդարանը թիրախավորում է Ադրբեջանին տարածելով զրպարտություն եւ սուտ, իսկ դրա պատճառն այն է, որ Բաքուն իբրև պաշտպանել է իր տարածքային ամբողջականությունն, ինքնիշխանությունը, վերջ դրել անջատողականությանն ու Արցախի ղեկավարությանը, որոնց նա պատերազմական հանցագործներ է անվանել, կանգնեցրել արդարադատության առաջ, ինչի համար էլ իր երկիրը մայիսի 1-ին որոշում կայացրեց բոլոր ուղղություններով կասեցնել համագործակցությունը Եվրախորհրդարանի հետ։ Ուժեղ Հայաստան կուսակցության անդամ հետախույզ Արթուր Ավանեսյանը կանդազը դադարեցրել է հացադուլ, այս մասին հայտնում է փաստաբան Արմեն Ֆերոյանը։ Այսօր Ուժեղ Հայաստան կուսակցության անվտանգության թիմի ղեկավար Արթուր Ավանեսյանը կուսակցության ղեկավար Սամվել Կարապետյանի հորդորով դադարեցրել է հացադուլը, ասել է փաստաբանը։ Ավանեսյանը հացադուլ էր հայտարարել ապրիլի 29-ից, հիշեցնենք Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեն Ավանեսյանին ապրիլի 27-ին բերման էր ենթարկել։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նա ձերբակալվել է ըստ պաշտոնական հաղորդագրության ազգային ժողովի ընտրություններին իրենց օգտին քվեարկելու դիմաց մի շարք ընտրողների աշխատանքի ընդունելու եւ այլ եղանակով կաշառք խոստանալու կասկածանքով։ Ապրիլի 28-ին Արթուր Ավանեսյանը կալանավորվեց 2 ամսով։ Ավանեսյանը գտնվում է Վարդաշեն քրեակատարողական հիմնարկում։ Նրա կալանքի վերաբերյալ բողոք է ներկայացվել Վերաքննիչ դատարան։
Երևան ժամանած Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պնդել է, թե 8 տարի առաջ Հայաստանն ընկալվում էր որպես Ռուսաստանի արբանյակ, մինչդեռ այսօր պատկերը փոխվել է։ Այստեղ գտնվողներից ոչ ոք 8 տարի առաջ այստեղ չէր գա եւ այն փաստ, որ մենք այսքան շատ առաջին այցեր ունենք Հայաստան իսկապես լավ ցուցանիշ է, ասել է Մակրոնը, ապա շարունակել խոսքը։ Այս երկիրը 8 տարի առաջ սեղանի շուրջ նստած բազմաթիվ երկրներ դիտարկում էին որպես Ռուսաստանի դե ֆակտո արբանյակ, Նիկոլը կազմակերպեց Թավշյա հեղափոխությունը, այն որոշեց ապարիսկայնացնել երկիրը եւ շահեց դրա արդյունքում եւ որոշեց, որ խաղաղությունը եւ Եվրոպան առաջնային ձգտումն են։ Ֆրանսիայի նախագահի պնդումներին հակադարձել եւ դրանք սուտ են որակել մի շարք հասարակական քաղաքական գործիչներ։ Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը Մակրոնի հայտարարությունը երեսպաշտության թարմ եւ տիպիկ օրինակ է որակել։ Մակրոնը գիտի, որ սուտ է ասում նույն երկրի օրինակով, ում բոլոր վերջին նախագահները մշտապես եղել են Հայաստանում թե Ժակ Շիրակը, թե Նիկոլա Սարկոզին, թե Ֆրանսուଆ Օլանդը, բայց նա պատրաստ է Նիկոլի խաթր մոլորեցնել բոլորին ամբողջ աշխարհի առաջ։ Բարեկամ Ֆրանսիան եւ նրա բարեկամ ժողովուրդը հաստատ նման բանի արժանի չեն, գրել է Աշոտյանը եւ գրառման եկից Հայաստանի ու Ֆրանսիայի պաշտոնաթող նախագահների լուսանկարները հրապարակել, որոնք արվել են նրանց հայաստանյան այցերի ժամանակ։ Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանն էլ նշել է, որ Մակրոնը ցինիկաբար ստում է, հիշեցնելով, որ 8 տարի առաջ Հայաստանում ֆրանկոֆոնիայի գագաթաժողով էր անցկացվում, որին մասնակցում էր ինքը Մակրոնը։ 2018 թվականի ամռանը Հայաստանը ժամանել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, որի այցի վերաբերյալ պայմանավորվածությունը ձեռք էր բերվել 2018-ից առաջ, մինչև 2018 թվականը Հայաստանն այցելել բազմաթիվ երկրների առաջին դեմքեր աշխարհի ամենատարբեր երկրներից, այդ թվում եվրոպական։ Մինչդեռ 2018 թվականը Հայաստանը այցելել ԱՄՆ պետքարտուղարը, ԱՄՆ պաշտպանության նախարարը։ Հայաստանում անցկացվել է ՆԱՏՕ-ի զորավարժություն, անցկացվել են միջազգային այլ հավաքներ եւ միջոցառումներ։ Հայաստանը եղել է միջազգային կյանքի լիարժեք ու ընդգրկուն մասնակիցներից, գրել է նա։ Բադալյանը հույս է հայտնել, որ Ֆրանսիայի նման հզոր երկիրն ու ժողովուրդը շուտով 2027 թվականի նախագահի ընտրությունների ժամանակ հրաժեշտ կտան Մակրոնին, որ ըստ նրա Ֆրանսիան ավելի շատ դարձրել է ծիծաղելի, քան ակնածանքի առարկա։ Արցախի պատվիրակությունը ազգային ժողովի նախագահ Աշոտ Դանիելյանի գլխավորությամբ աշխատանքային այցով գտնվել է Շվեյցարիայում Քննադեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների եւ պատանների անհապաղ ազատ արձակման, ինչպես նաեւ Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների, հատկապես վերադարձի իրավունքի ապահովման հարցերը, հայտնում են Արցախի ազգային ժողովի։ Շվեյցարիայի դաշնային խորհրդարանում կազմակերպվել է Արցախին նվիրված միջոցառում շվեյցարացի խորհրդարանականների, փորձագետների եւ հայկական համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ։ Միջոցառմանը ներկայ էին նաեւ քրիստոնեական միջազգային համերաշխություն կազմակերպության ներկայացուցիչները։ Հանդիպման ընթացքում ելույթներով հանդես են եկել Աշոտ Դանիելյանը, պատվիրակության անդամներ Լեռնիկ Հովհաննիսյանը եւ Արմինե Ալեքսանյանը, ինչպես նաեւ հանձնախմբի անդամներ Մարիոն Ալբանդյանն ու Գառնիկ Քերքոնյանը։ Դանիելյանն իր խոսքում շնորհակալություն է հայտնել եվրոպացի գործընկերներին, ընդգծելով, որ տարբեր երկրների եւ կառույցների կողմից ընդունված բանաձևերը կարևոր աջակցություն են Արցախի ժողովրդին դիմակայելու 2020 եւ 2023 թվականներին Ադրբեջանի իրականացրած գործողությունների հետևանքներին։ Հովհաննիսյանն անդրադարձել է Արցախի մշակութային եւ հոգեվոր ժառանգության ոչնչացման խնդրին, այն որակելով որպես շարունակվող մշակութային ցեղասպանություն։ Նա նշել է, որ Ստեփանակերտում վերջերս ավերված եկեղեցիները դրա վառ օրինակներից են։ Ալեքսանյանն ընդգծել է, որ Արցախի հարցը նախ եւ առաջ մարդու իրավունքների խնդիր է եւ պահանջում է հստակ ու պատասխանատու մոտեցում, հավելելով, որ լռությունը կարող է հանգեցնել նոր անկայունության։ Շվեյցարացի խորհրդարանականները դատապարտել են Ադրբեջանի գործողությունները եւ վստահեցրել, որ շարունակելու են աջակցել խնդրի արդարացի լուծման ուղղությամբ տարվող աշխատանքներին։ Հանդիպման ավարտին Դանիելյանը հայտարարել է, որ Արցախի հարցը փակված չէ եւ կմնա միջազգային օրակարգում այնքան ժամանակ, քանի դեռ ապահովված չեն արցախցիների վերադարձն ու իրավունքները։ Մայիսի 4-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում ժամը 14:30-ի սահմաններում Գայի պողոտայից դեպի Աճարյան փողոց տանող հատվածում բուսաբանական այգու դիմաց բախվել են Երևանի բնակիչներ 61-ամյա Տիգրան Մեյի վարած Toyota Camry Magnish-ի եւ 52-ամյա Նարինե Հ-ի վարած Mazda Magnish-ի ավտոմեքենաներին, ինչի հետևանքով վերջինը բախվել է բետոնե արգելապատնեշին, մասամբ հայտնվել արգելապատնեշի վրա եւ բախվել ծառին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։ Վթարի փաստով ՊՑ Երևան քաղաքի գնդի երկրորդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։ Կհանդիպենք վաղը, առողջ եղեք։